Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 29-ն է, երեկ մենք երեկոյան հաղորդում չարեցինք, քանի որ կարևոր քննարկելու հարցեր չկային, խնայելով ձեր ժամանակը, այսօր կրկին խոսելու ենք հիմնականում միջազգային հարցերից, Հայաստանի մասով դե արդեն նշել եմ ներքաղաքական հարցերին չեմ ուզում անդրադառնալ, Գյումրու քաղաքապետի ընտրությանը, ուղղակի հույս հայտնենք, որ ժողովրդավարական թեկնածուներն են հաղթանակ տանելու այս ընտրությունների ընթացքում եւ ոչ թե այն ուժերի, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանը դառնա ուրիշ երկրի գուբերնիա։ Հայաստանի մասով նաեւ կարող եմ ասել այն, որ երեք Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ Սենատի թվով 60 ներկայացուցիչներ դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նամակով, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Բաքվին չտրամադրի որևիցե ռազմական օգնություն, հստակ նշելով, որ Բաքուն քրիստոնյա բնակչության, հայ քրիստոնյա բնակչության 120,000 քրիստոնյա հայ բնակչության տեղահանել է Լեռնային Ղարաբաղից, զավթել է Հայաստանից սուվերեն տարածք եւ դրանից բացի ռազմագերիներ եւ քաղաքական բանտարկյալներ է պահում Բաքվում։ Այդ իսկ պատճառով կոչ է հստակել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական օգնություն չտրամադրեն Բաքվին։ Կարծում եմ դա բավականին կարևոր տեղեկություն է, շատ կարևոր նամակ է եւ անպայման Միացյալ Նահանգները հետևելու են իմ պատկերացմամբ կոնգրեսմենների եւ սենատորների այս նամակին եւ շատ լավ է, որ այդպիսի աշխատանք տարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքի կողմից։ Հիմա անցնենք միջազգային կարևոր հարցերին։ Երեք Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարություն է տարածել, որով որ ասվում է, որ Իրանը Օմանի միջոցով պատասխան նամակ է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հայաստանում եւս նա ասում էր այն մասին, որ Իրանը կպատասխանի այդ նամակին, բայց միջնորդների միջոցով եւ ոչ թե ուղիղ, եւ նույնիսկ բանակցությունները հնարավոր են Իրանի հետ միջնորդների միջոցով եւ ոչ թե ուղիղ, քանի որ Իրանը միշտ սպառնալիքներ է ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է գրված այդ նամակի մեջ, բայց ըստ տարբեր հայտարարությունների մենք կարող ենք ուղղակի եզրակացություն անել, որ Իրանը չի հրաժարվում բանակցությունների, չի հրաժարվում, բայց նույն ժամանակ միակողմանի ուղղակի պահանջներ կատարելուց հրաժարվում է։ Ես կարծում եմ, որ այդպես է լինելու այդ նամակի պարունակությունը, որ իրենք միակողմանի որևիցե զիջումների գնալու ընդունակ չեն, պահանջներ կատարել չեն ցանկանում եւ ուղղակի բայց նույն ժամանակ պատրաստ են միջնորդների օգնությամբ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դրանից բացի իրանական մեջլիսի խոսնակը երեք հայտարարություն է արել, առաջին հայտարարությունը չէ սա, բայց կարծում եմ սա եւս շատ կարեւոր է, զգուշացնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակվեն Իրանի վրա, ապա իրենց բազաները եւ իրենց դաշնակիցները, իրենց դաշնակից երկրները կհայտնվեն իրանական թիրախում։ Եվ հստակ ասում է, որ Իրանը կհարձակվի թե Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաների վրա եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների վրա։ Եվ ամբողջ տարածաշրջանը կվերածվի վարոթով լի տակառի, այսինքն լուրջ սպառնալիքներ են, սրանք արդեն ավելի ճիշտ պատասխան սպառնալիքներ են Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեին։ Երևի թե այդ ամենը լսելով Դոնալդ Թրամփը հերթական կոչն է ուղղել երեք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից Իրանին եւ ասում է, որ Դոնալդ Թրամփը եթե Իրանը չհամաձայնվի մեզ հետ գնալ պայմանավորվածությունների, ապա շատ վատ բան կպատահի Իրանի հետ։ Եվ այդ ամենից մենք կարող ենք հստակ եզրահանգել, որ Թրամփը շարունակում է հստակ սպառնալիքներ հնչեցնել Իրանի հասցեին, Իրանը համառորեն փորձում է չտրվել այդ սպառնալիքներին եւ ասում է, որ իրենք չեն հրաժարվում բանակցություններից, բայց նույն ժամանակ ուղիղ չեն բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այլ միջնորդների օգնությամբ, այսինքն պայմանները Իրանի համար, որոնք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմաններ առաջ քաշում, պայմաններ անընդունելի են։ Եվ սա բավականին վտանգավոր է դարձնում իրավիճակը, անկեղծ բավականին վտանգավոր է դարձնում իրավիճակը, եւ ես սպասում եմ բավականին լուրջ սրացումների։
Եվ եթե մենք այստեղ ավելացնենք նաև Իսրայելի ցանկությունները հարձակվել Իրանի վրա, հավանաբար իրենք ուղղակի գիտենալով Իրանի քաղաքականությունը, տեսնելով իրենց քաղաքական գործիչների եւ հոգեվոր առաջնորդի հոգեբանությունը, կոնկրետ պահանջներ են ներկայացրել, ուղիղ պահանջներ են ներկայացրել Իրանին, որից որ Իրանը կհրաժարվեր եւ դրանով արդեն ամեն ինչ տանում է նրան, որ կարող է Իրանի նկատմամբ իրոք պատերազմ սկսեն, պատերազմական գործողություններ սկսվեն ընդդեմ Իրանի։ Դա ճիշտ ասած ամենաանցանկալի սցենարն է մեզ համար, բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ մենք ոչինչ չենք որոշում։ Մենք ոչինչ չենք որոշում այդ խաղի մեջ, աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, բայց նույն ժամանակ սա ամեն օր, ամեն րոպե մեզ հուշելու է եւ պետք է հուշի, որ մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցնեն Իրանին եւ դրա հետևանքները կարող է իրոք շատ վատը լինեն նաեւ մեզ համար, բազմաթիվ փախստականներ, տարածաշրջանում կարող է լուրջ ապակայունացում տեղի ունենա, պետք է իրականում հիմա իմ պատկերացմամբ Հայաստանի իշխանությունները այդ հարցերի շուրջ եւս բանակցեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե նման բան ծրագրում է, ապա դա դեստաբիլիզացիայի չհանգեցնի մեր տարածաշրջանը, այսինքն եթե գնում են նման սցենարով Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա թող երաշխավորեն, որ Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա եւ մենք պատերազմ չենք ունենա Ադրբեջանի հետ։ Բնականաբար պատերազմից երբեք էլ պետք չի վախենալ, սրա մասին ես ասել եմ միշտ, մենք պատերազմ չենք ցանկանում, մենք ուզում ենք խաղաղություն, դա պարզից պարզ է, բայց նույն ժամանակ նաև պետք է մենք անենք ամեն ինչ, որ խաղաղություն լինի, բայց նույն ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք, որ նման բան հնարավոր է, եւ ինչպես արդեն նշեցի, պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գոնե այն չափով հիմա կարևոր է հաղորդակցվել, որ կարողանան զսպել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը չակտիվանա այդ ընթացքում, քանի որ Ադրբեջանը գիտենք, որ սպասում է նման հնարավորության, որպեսզի կարողանա հարձակվել Հայաստանի վրա։ Սա է ամենակարևորը, կարծում եմ, մեզ համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն Իրանի մասով են ակտիվացել, այլ նաև Համասի մասով եւ Կատարի միջոցով Համասի առաջնորդներին փոխանցվել է նոր առաջարկ։ Եթե այդ առաջարկությունը Թրամփի ընդունեն եւ ազատ արձակեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացուն, ապա հնարավոր է նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն Համասի հետ եւ պատերազմին վերջ տան Գազայի շրջանում։ Դրանից բացի Եմենին հարվածները շարունակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ամեն օրվա ռեժիմով, նույնիսկ տեղեկություններ կան զոհերի եւ վիրավորների մասին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին լուրջ ձևով ակտիվացել են Մերձավոր Արևելքում։ Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, տեղեկություն կա, որ Ռուսաստանի հարվածների հետևանքով դրոների եւ հրթիռների կան զոհեր եւ վիրավորներ Ուկրաինայում։ Հիմա շատ է խոսում այն մասին, որ Ուկրաինան հարված է հասցրել Սուջային հրթիռներով եւ ընդհանրապես շարքից հանել է այդ գազատար խողովակը եւ երեք նաեւ Զախարովան մեղադրում էր այդ հարվածի մեջ Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային, որ նրանք են օգնել Ուկրաինային հարված հասցնելու Սուջայում գազատար այդ խողովակին։ Դրանից բացի տեղեկություններ կա, որ նոր համաձայնագիրը ընդհանուր առմամբ պատրաստ է եւ այն պետք է ստորագրվի, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պայմանավորվածություններ են, նոր համաձայնագիր են ուղարկել Կիև հատուկ այդ հազվագյուտ մետաղների մասով, բայց երևի թե այն ավելի վատն է, քան նախորդը։ Համենայն դեպս Զելենսկիի ակնարկից դա այդպես է երևում, եւ Զելենսկին ասում է, որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին պարտք չենք, դա պարտք չէ, այն օգնությունը, որ տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից նախորդ իշխանության օրոք, դա պարտք չէ։ Երևի թե ինչ-որ նման բաներ կան գրված այդ փաստաթղթի մեջ, որը որ հիմա տեսնենք կստորագրեն ուկրաինացիները, թե ոչ, բայց նաև ասվում է, որ բավականին լուրջ ձևով այդ համաձայնագիրը տարբերվում է նախորդից։ Հիշեցնեմ նաև այն, որ Պուտինը ՄԱԿ-ի ներդիմել է, որպեսզի Ուկրաինայում առանձին ղեկավարում մտցնեն եւ նոր նախագահական ընտրություններ տեղի ունենան եւ այդ կոչին պատասխանել է ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ասելով, որ Ուկրաինան անկախ պետություն է, սուվերեն պետություն է եւ Ուկրաինան կարիք չունի որևիցե կողմնակի ինչ-որ միջամտության եւ արտաքին ղեկավարման կարիք չունի Ուկրաինան։ Եվ սա եւս շատ կարևոր հայտարարություն է, կարծում եմ, բայց հասկանում ենք, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հրաժարվում այն գաղափարից, որպեսզի հեռացնեն Զելենսկիից եւ անցկացնեն նոր ընտրություններ, այդպիսով հպատակեցնելով Ուկրաինան Ռուսաստանին։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը նոր հայտարարություններ է արել, կրկին ասելով, որ բավականին լավ առաջընթաց կա ռուս-ուկրաինական այս պատերազմի մասով, չնայած որ հիմա բազմաթիվ փորձագետներ եւ ոչ միայն փորձագետներ, նաեւ քաղաքական գործիչներ խոսում են այն մասին, որ բավականին բարդացել են բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ գրեթե դրանք մտել են փակուղի, գրեթե ամբողջությամբ չեն մտել փակուղի, բայց ընդհանուր առմամբ շատ ավելի բարդացել են այդ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ հետաքրքիր է, որ այս ֆոնին Գերմանիայի հետախուզությունը հայտնում է, որ 5 տարի հետո Պուտինը ի վիճակի կլինի հարձակվելու եվրոպական երկրների վրա, ՆԱՏՕ-ի երկրների վրա եւ 5 տարի անց Պուտինը կարող է հարձակվել եվրոպական երկրների վրա, ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Բայց այստեղ կարևոր է նշել մեկ բան եւս, որ հիմա Եվրոպական միությունը այդ իսկ պատճառով $800 միլիարդ ավել գումար է հատկացնում, որոնք որ այս 4-5 տարիների ընթացքում ավելացնելու են Եվրոպական միության պաշտպանունակությունը եւ ես կարծում եմ, որ 4-5 տարի անց մենք լրիվ այլ պատկեր կունենանք եւ ուժերի այլ դասավորություն եւ չեմ կարծում, որ Ռուսաստանը ի վիճակի լինի հարձակվել Եվրոպայի վրա եւ հիմա այլ իր վիճակի չէ հարձակվել Եվրոպայի վրա, հաշվի առնելով այն, թե ինչ իրավիճակում է գտնվում հիմա Ռուսաստանը հարձակվելով Ուկրաինայի վրա, չնայած որ ունեն առաջընթացներ եւ բավականին տարածքներ են կարողացել գրավել Ուկրաինայից, բայց մենք հասկանում ենք, որ այս մի քանի տարիների ընթացքում մեծ մասամբ Ռուսաստանը չի կարողացել հասնել իր նպատակներին եւ բանակը բավականին բարդ իրավիճակում է ռուսական բանակը։ Դրանից բացի խոսակցությունները Գրենլանդիայի մասով շարունակվում են, թե JD Vance-ն է հայտարարություններ հիմա անում Գրենլանդիայի մասով, թե Դոնալդ Թրամփը։ JD Vance-ը ընդհանրապես ասում է, որ հիմա պետք է անկախ պետություն դառնա Գրենլանդիան, հետո արդեն նոր միացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ դրանից բացի այնտեղ պետք է ռազմական նավերի ներկայությունը ավելանա, դրանից բացի Դոնալդ Թրամփն էլ տեսահոլովակ է հրապարակել, որտեղ որ ասվում է, որ սպառնալիքը գալիս է Չինաստանից եւ Ռուսաստանի Դաշնությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելացնելու են այնտեղ իրենց ներկայությունը։ Այսինքն դուրս է գալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա ամեն ձևով ավելացնելու են եւ փորձելու են ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Գրենլանդիայում, այդ մասին արտահայտվել էր նաեւ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով Գրենլանդիային, այսինքն Դոնալդ Թրամփի քաղաքականությունը շատ պարզ է Գրենլանդիայի մասով եւ սպառնալիք է տեսնում նա Գրենլանդիայում Ռուսաստանին եւ Չինաստանին։ Մենք մի անգամ չէ որ այս մասին խոսել ենք, եթե հրթիռային հարձակում միջմարտհամակային հրթիռներով հարձակում տեղի ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա, ատոմային զենքի մասին է խոսքը, ամենակարճ ճանապարհը անցնում է Գրենլանդիայի վրա եւ դա է պատճառներից մեկը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում են իրենց ներկայությունը կտրուկ ձևով ավելացնել Գրենլանդիայում։ Դրանից բացի ես կարծում եմ, որ հատուկ մետաղներ եւ այլ քանքանյութեր, կարևոր նյութեր կան Գրենլանդիայում, որոնք որ շատ անհրաժեշտ են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իսկ Պուտինի խոսքերով ընդհանրապես Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ ունեցել են այդ ծրագիրը, որպեսզի Գրենլանդիան կարողանան միացնել իրենց։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, կարող եք բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել դեռևս մեր ալիքին, նաև գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ, հաջողություն, կհանդիպենք։